Բարև ձեզ հարազատներս, մի խոսքով իմ տանը խաղաղ տեղ չգտա, Բաքում խաղաղ տեղ չգտա, որ որոշեցի գամ Անտառում տեսանյութ թողնեմ մեր կինոկուրսերի մասին։ Երեկվանից ինձ հարցնում են կինոկուրսերի մասին, դեբյուտային ֆիլմերի կինոկուրսեր են, 1 տարվա կտրվածքով եւ ինչով է ինքը սպეციფիկ ու տարբերվում մյուսներից։ Գիտեք, բանը նավն է, որ ասենք բանը, ես երկու համեմատական ունեմ, հայկական ասենք կինո ինստիտուտի եւ ամերիկյան կինո ինստիտուտի տարբերությունները շատ բանը շոշափելի են եւ եթե Հայաստանում չեմ ուզում քննադատել, ուղղակի փաստում եմ, մարդ կարող է 4 տարի սովորել կինո կամ ռեժիսուրայի բաժնում, այդպես էլ տեխնիկա չտեսնել, որպեսզի ֆիլմ նկարահանի, ապա Միացյալ Նահանգներում, որտեղ ես ապրում եմ Ֆլորիդայի նահանգում, այսպիսին է կարգը։ 4 տարի սովորում ես ինստիտուտում, ամեն 4 տարվա վերջում պիտի նկարահանես ֆիլմ։ Զգացիք տարբերությունը։ Այսինքն, եթե մեզ մոտ Երևանում, մեր մոտ Հայաստանում կինոկուրսերում, ասենք ինստիտուտում 4 տարի սովորում ես ու հավանականությունը քիչ է, որ դու կնկարահանես ֆիլմ վերջում, որպես թեկուզ դիպլոմային, ասենք, աշխատանք։ Միացյալ Նահանգներում դա պարտադիր պայման է, ամեն տարվա վերջում դու պիտի նկարահանես ֆիլմ։ Եվ այս կտրվածքի համար, ասենք, մեր կինոկուրսերը շատ համապատասխանում են, ասենք, ամերիկյան տարբերակին։ Այսինքն, մենք կազմակերպում ենք 1 տարվա կինոկուրսեր, որից 8 ամիսը տրվում է սցենարի մշակմանը, աշխատանք սցենարիրա, թե գրական տարբերակով, թե աշխատանքային տարբերակով, սցենարը պատրաստել եմ նկարահանման, ես գալիս եմ Հայաստան, իմ տեխնիկայով, իմ մոնտաժի սեղանով, իմ օպերատորական փորձով, իմ մոնտաժի փորձով, նկարահանում ենք մեր ուսանողների համար իրենց նախատեսված ֆիլմը, սցենարի, ոչ թե կինոփորձեր ենք անում, նկարահանում ենք լիարժեք ֆիլմ, ճիշտ է, կարճամետրաժ, բայց լիարժեք ֆիլմ։ Վերջում ես ֆիլմը կազմակերպում ենք ֆիլմի պրեմիերան, որը միաժամանակ մասնակցում է մեր կինոփառատոնին։ Կինոփառատոնը ստեղծված է մեր կողմից, հատուկ մեր ուսանողների համար։ Մենք ունենալու ենք 14 ուսանող տարեկան, եւ այդ 14 ուսանողի համար կինոդեբյուտ, ասենք 25, կինոդեբյուտ 26, կինոփառատոններ են հատուկ լինելու մեր ուսանողների համար 5 նոմինացիայով։ Այսինքն, արդյունքում ինչ է ստացվում։ Մեր ուսանողները սովորում են 8 ամիս օնլայն Միացյալ Նահանգներից Հայաստան, օնլայն սցենարի վարպետության դասընթացներ, որից հետո մեզ գալիս եմ Հայաստան, այս սցենարները վերածում ենք ֆիլմի, կազմակերպում ենք ֆիլմերի պրեմիերաները, շնորհանդեսները եւ միաժամանակ ֆիլմերը մասնակցում են մեր կողմից ստեղծված կինոփառատոնին 5 նոմինացիայով։ Այսինքն, սկսնակ կինոռեժիսորին մենք տալիս ենք հնարավորություն սցենարի մշակման, պատրաստելու սցենարը ֆիլմի նկարահանումների, ֆիլմի կայացմանը եւ փառատոնի մասնակցություն։ Մեր նպատակն է, որպեսզի մեկ ամյա դասընթացների արդյունքում յուրաքանչյուր մարդ, ովքեր ցանկանում են մասնակցեն այս ծրագրին, իրանք ունենում են լիարժեք ֆիլմ, ոչ կինոփորձ, իրենք կրկնում, լիարժեք ֆիլմի մասին է խոսքը գնում։ Եվ լիարժեք ֆիլմը ունենալուց հետո այդ մարդը անձնավորությունը մասնակցում է կինոփառատոնի 5 նոմինացիաներով։ Սա է ամբողջ ծրագրի հակիրճ ձևակերպումը։ Հասուն նստել չեն տալիս աշխատելու։ Մի խոսքով, նրանք, ովքեր ուզում են մասնակցեն մեր կինոկուրսերին, մեր կինոդասընթացներին մեկամյա կտրվածքով, թող դիմեն ինձ, իմ նամակով, մենք անպայման կխոսենք իրար հետ, կկազմակերպենք մեր հանդիպումը օնլայն, կզրուցենք, եւ ամենակարևորը, որ այս տարի ես մայիսին գալիս եմ Հայաստան իմ ֆիլմը նկարահանելու եւ իմ ուսանողներից 3-ի ֆիլմը նկարահանելու եւ սեպտեմբերին պիտի լինի սեմինար հատուկ նվիրված այս կինոկուրսերին։ Նրանք, ովքեր ուզում են մասնակցեն ավելի լայն ինֆորմացիա ստանալ կինոկուրսերի հետ կապված, կարող են հենց հիմիկվանից գրանցվել, օրը դեռ հստակ չի, հավանական է սեպտեմբերի 19-ը լինի, բայց օրը դեռ հստակ չի, ես անպայման կտեղեկացնեմ ձեզ։ Մենք սեմինարի ընթացքում կնայենք մեր ուսանողների 3 ֆիլմերի կայացած ֆիլմերի
դիտումը կանցկացնենք եւ կզրուցենք կինոկուրսերի մասին։ Այնպես որ հավաքվեք, եթե ցանկություն ունեք, գրանցվեք մեր սեմինարին, եւ որը կկայանա սեպտեմբեր ամսին, հավանական է 19-ին, որի ընթացքում ավելի մանրամասն մենք կներկայացնենք մեր կինոկուրսերը ամենամյա, որի տևողությունը 1 տարի է, 12 ամիս։ Եթե ինչ-որ հարցեր կան, խնդրեմ դիմեք, գրեք, ես մեծ սիրով կպատասխանեմ, կկապվեմ ձեզ հետ։ Մեր կինոկուրսերը դեբյուտային ֆիլմերի համար են, անկախ ձեր տարիքից, անկախ ձեր պատճառից, թե ինչու միջեմա ֆիլմ չեք նկարել, նշանակություն չունի, եթե ունեք ցանկություն, ունեք գաղափար կարճամետրաժ ֆիլմի համար, ել եմ կրկնում, ոչ կինոփորձերի, սա կինոփորձեր չեն, սա բավական լուրջ ծրագիր է, այլ կոնկրետ ֆիլմի կայացման նպատակով ունեք ցանկություն, խնդրում եմ ինձ գրեք, ինձ հետ կապվեք եւ խնդրում եմ մաքսիմալ տարածեք այս տեսանյութը ձեր ընկերների միջեւ, որովհետեւ ծրագիրը շատ մեծ է, բավական լուրջ է եւ բավական նպատակային է, թիրախային է եւ ունի կոնկրետ կետեր. սցենար, ֆիլմ, փառատոն, սցենար, ֆիլմ, փառատոն։ Հավատացեք, դեբյուտային ռեժիսորի համար փառատոնը շատ կարեւոր է, ու մենք ստեղծել ենք արդեն հատուկ մեր ուսանողների համար կինոփառատոն 5 նոմինացիայով։ Դե ինչ, խնդրում եմ գրեք, տարածեք, կապվեք, զրուցենք։ Լավ մնացեք։